Հենց այսպիսի անկեղծ ու անզուսպ էմոցիաներով էլ այսօր ամփոփվեց միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան։ Իր 20-ամյակի առիթով միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույն երիտասարդ մասնագետների, ներկայացնելու իրենց գիտելիքներն ու պայքարելու գլխավոր մրցանակի համար։ Յուքոմը կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից, խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, երիտասարդ ինժեներների համայնքի ձևավորումը եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։ Յուքոմը հավատում է տեխնոլոգիական կրթության, որտեղ Յուքոմը հավատում է, որ վաղվա օրը ավելի լավ է լինելու այսօրվանից, այսպիսի ծրագիր եւ նմանատիպ ծրագրերում Յուքոմը ունենում է ներդրում, որ հնարավորություն ստեղծվի աշխատենք, ավելի լավ պատրաստվենք, որ վաղվա օրը ունենանք ավելի լավ ու ավելի ուժեղ ու ավելի պայծառ կան այսօրվա օրը։ Առաջին փուլին, որը կազմակերպվել էր 20 երկրներում, այդ թվում Հայաստանում, մասնակցել է 1088 ուսանող։ Նրանցից 34-ն անցել էին եզրափակիչ երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Երևանում, Սինոպսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ փուլ անցածներից 14-ը ներկայացնում էին Հայաստանը։ Դա ֆանտաստիկա է, որ ամբողջ աշխարհում մինչև 30 տարեկանների միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային օլիմպիադան ամեն տարի Հայաստանում է իրականացվում եւ մոտ 20 երկրների աշխարհի նաեւ զարգացած երկրների ազգային օլիմպիադաների հաղթողները ամեն տարի գալիս են Երևան, մասնակցելու եզրափակիչ փուլին, ստանում են մրցանակներ, վստահ եմ նաեւ, որ Հայաստանը իրանց սրտի մի մասնիկն է դառնում այսօրվանից։ Մրցանակների արժանացան Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի, Շրի Լանկայի, Իրանի մասնակիցները։ Երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի ներկայացուցիչ Հայկուշ Պետրոսյանին մրցանակը հանձնեց Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը։ Շատ ավելի ուրախացել եմ արժանանալով այս մրցանակին, իմ նման շատ աղջիկներին հուսադրելու համար, որ շարունակեք երազել, շարունակեք պարապել ու ոչինչ սահմանափակ չի մեր ոլորտում առավել ևս։ 2006 թվականից Սինոպսիս ընկերության նախաձեռնությամբ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան միջազգային հարթակ է միկրոէլեկտրոնիկայով հետաքրքրվող մինչև 30 տարեկան մասնագետների համայնք ձևավորելու համար։